Սրտի տանիքներով Մուսա Production Ես երեխա ժամանակվանից այդ առումով գիտես ոնց եմ եղել, ինձ որ ասել են չես կարա, դա ինձ ավելի է մոտիվացիա, ավելի է ուժ տվել։ Ու եթե ասենք ինչ որ դուրս էինք, ասենք դրսում ֆուտբոլ էինք խաղում, ու ինձ չէին խաղացնում, ես հատուկ մի հատ գնդակ էի գտում կողքը միտեղ այնց բաներ էին, ֆինտեր էի անում, որ ինձ բերեին խաղայի անպայման։ Ինձ չէ որ լացելով գնում էի տուն, էլի։ Այդպես ասում ես չհանձնվել է ու գտնել ուրիշ տարբերակներ, ուրիշ ճանապարհներ։ Այո։ Այդ բնավորությունը ումից է եկել։ Դա սովորաբար դաստիարակություն է կամ գենետիկա է։ Ինձ թվում է մամայիցս։ Մամայից։ Հա, ինձ թվում է մամայիցս։ Մամաս էլ է տենց։ Մամաս չհանձնվող տեսակ է։ Պապան не то что հանձնվող, պապան ավելի հանգիստ է։ Իր տեսակով, իր բնավորությունով հանգիստ է։ Այն որ ես չեմ հիշում, տես պապան գոռա։ Նույնիսկ չէ մաման առավոտից երկուն գոռացել է, չնայած լիքը առիթներ եմ տվել, բայց չէ, պապան ավելի այդ ավելի շատ մամայից է գալ։ Մամայից եմ այդ չհանձնվելը, լավ մի հատ էլ հələ սենց փորձենք։ Պապան միշտ ինձ ասել է, ինչև էս վերջերս էլ ասում է կամ մի խոստացի, կամ եթե խոստացել ես, աշխարհն էլ փուլ գա արա։ Ու տենց շատ է եղել, որ դաժե ի վնաս ինձ է եղել այդ ամեն ինչը, բայց ես որ խոստացել եմ, արել եմ։ Չգիտեմ, երևի տենց է ճիշտ է էլի։ Իշխան այսօր բոլորը ոգևորվել են, որ Ազիզյանները վերադառնում են։ Դա մի հատ սիթքոմ էր, որտեղ բոլոր կերպարները շատ սիրվեցիք։ Այո։ Երեխաներից սկսած մեծերով ավարտած։ Երբ որ ասեցին, որ հիմա ներկայացումն ենք անում, դա քեզ ուրախություն պատճառեց, որովհետև մենք սովորաբար այն դերերը կերպարները, որ կերտում ենք, ունենք ես հետո իրանց կարոտում եմ, երեխեքի պես կարոտում եմ։ Նայեք, հիմա ես մտքով քեզ մեծ գաղտնիք բացեմ, բայց ես ինչև վերջերս չէի նայել Ազիզյանները։ Այսինքն որ դու նկարվում ես, դու քեզ երբեք էլ հեռուստացույցով չես նայում։ Աշխատում եմ չնայեմ, որովհետև մեծ վախ ունեմ, որ կարող է հիասթափվեմ ինքս ինձնից, չնայած որ հələ այսքան ժամանակ տենց շատ ակնառու քննադատության չեմ արժանացել։ Այսա դրան էլ կանրադառնամ։ Երբ որ Հայկը զանգեց Մարության, ասեց թակավոր ուզում ենք անենք ներկայացում, ասի օր ժամ տեղ ասա։ Երբ եմ փորձի։ Գիտես ինչ, ավելի շատ կարոտ կար այդ ժամանակի։ Ահա։ Որովհետև այդ ախր ֆանտաստիկ իդեալական սաստավ է։ Հրաշալի մարդիկ են, Արմանի գլխավորությամբ Մարության, որը իմ համար շատ կարևոր մարդ է, ընդհանրապես որպես մարդ իմ կյանքում ինձ ընկեր, նաև որպես ռեժիսոր, ումից ես լիքը բան սովորեցի, որովհետև իմ համար էլ էր առաջին սիթքոմը, ու առաջին երկու սյոմքին թե պրոբաներից հետո, թե սյոմկային, ասեց մի փորձի ծիծաղացնես։ Ասեց դա ամենասխալ բանն, ասեց պրոստը մի փորձի ծիծաղացնես։ Մենք թատրոնում ոնց ենք սովոր։ Եթե կոմեդիա փորձում ես, մի քիչ պետք է այդ բանը տաս էլի, всё-таки գույնը, գրոտեսկը։ Ասես մի փորձի, ոնց կաս տենց արա։ Ու շատ բան սովորեցի ես, թե Հայկից, թե իմ խաղընկերներից։ Ընդհանրապես ինքը այս վերջերս դրեցի նայեցի Ազիզյանները։ Եվ շատ որակով գործ են կարել իրականում ու ես հասկացա, որ դե նայ երեխեքը, իրանց երեխեքը որ խաղում էին, Բորյան, Մարին, Լևոնը, Ստյոպը էլի որ Լևոն էր խաղում, Ստյոպը ծառայում արդեն պատկերացնում։ մեծ երեխաներ։ Այո։
իրանք սենց լրիվ սպունգ մաքուր գուբկոտ սենց եկան ու Արմանի աշխատանքը ես այս շշմել էի Արմանի աշխատանքից ոնց է ինքը այդ խակ երեխեքին այդ հում երեխեքից ստացել այն ինչը կան այսօր ու ներկայացնելիս թվում է շատ հավես թեթև բան կլինի լրիվ նոր պիես է գրվել Էլի ձեր կերպարների հիման վրա մեր կերպարներն են այո դե բնական է Ստեփանը չկա որովհետև ծառայում է շատ կուզեինք լիներ որ բայց դե առաջ Աստված Աստծո կամքով թող Իսկ խոսակցություններ կան խոհանոցում, որ նորից Ազիզյանները կվերադառնա էկրաններ։ Ես կարամ ասեմ իմ ցանկությունը։ Խոսակցություն չկա։ Բայց ես կասեմ իմ ցանկությունը, ես շատ կուզենամ, որ ոչ թե սիթքոմի ֆորմատով վերադառնա, այլ գեղֆիլմի ֆորմատով, որովհետև այն պիեսը, որ մեր երիտասարդ սցենարիստները գրել են, զրոյից գրել են, то есть նշի որ անցյալ սերիաներից հավաքել ենք, վերցրել ենք, չէ։ Բայց կերպարները իրանց տեսակը գույնը պահել են։ Բա, ավելի վատացել։ Այ այս պիեսը, որ գրվել է, ինքը լրիվ հնարավորությունը տալիս է, որպեսզի ինքը դառնա գեղարվեստական ֆիլմ։ Առաջ դա իմ ցանկությունն է։ Ես կուզեմ որ լինի։ Ոնց էր Full House-ը, որովհետև մենք սովորաբար կապվում ենք այդ հերոսներին, հետո սկսում ենք իրանց կարոտել, ու ինչ որ նոստալգիկ տրամադրություն է արթնանում, ուզում ես որ իրանք վերադառնան։ Գիտես իմ կարծիքով դու ոչ թե ես լավ իմ կարծիքն է, ընդհանրապես հաղորդման շրջանակներում ինչ խոսեմ, դա իմ կարծիքն է։ Այդ ժամանակն ես կարոտում։ Քեզ ես կարոտում այդ ժամանակ։ Քեզ ես կարոտում, որ այդ ակտուալ էր, այդ Full House-ը, նույնը կամ Ազիզյանը, կամ մնացած սիթքոմները, որի անուն չտվեցի կներեք, նես չի որ ստորադա ասում եմ, չէ։ Ավելի շատ այդ ժամանակն է, օրինակ ես շատ եմ կարոտում այդ ժամանակը, որովհետև տղես նոր էր ծնվել, երեխեքս ավելի պուջուր էին, մի քիչ ավելի պարտքերս ավելի քիչ էին, ու խրումակ են ցավել։ Բարկեր կային, թե չկային։ Չէ, ժամանակ արդեն սեր ցուցակ էր։ Բարկերը շատ ավելի ջոտ էր եղել։ Դե կատակը մնամ, ես համենայն դեպս ինձ թվում է մենք կարոտում ենք այդ ժամանակը։ Դու քո կերպարին տալիս ես նաև քո բնավորության երանգները։ Նայած կերպարը։ Օրինակ խաղացել ես կերպար, որը իշխանի հետ ընդհանրապես ոչ մի գույնով կապ չունի։ Հա։ Նույն Ազիզյանների իմ կերպարը Բայց ինչ որ մեկին բերել ես հետդ քո ծանոթներից այդտեղ։ Չէ։ Եղել են կերպարներ, որ ես կոնկրետ մարդու եմ խաղացել։ Այսինքն տենց ուշադիր հետևել եմ եւ մարդը մտածել շիզոֆրենիկ նովան, զանթատ ինձ նայեմ բան։ Չէ, բայց ոնց ասեմ, տենց հետաքրքիր չի, եթե քեզ նման լինի։ Ինձ նման մարդուն խաղալը, ես չեմ ասում կյանքում անհետաքրքիր մարդ եմ, չէ, ինձ թվում է չէ, բայց աշխատելու բան չկա էլի, տեղ չկա աշխատելու, ներվ չկա, ես ասեմ Ես նկատի ունեմ գիտես ապրված ապրումներդ խաղալը, վերապրելը։ Տենց որ վերցնենք, հա, ինչ որ բաներ տարբեր եղել են, տարբեր կերպարների մեջ տարբեր բաներ եղել են։ Իսկ կերպարային քո որպես դերասան ամբողջ ճանապարհիդ ընթացքում ո՞րն է բեկումն այն եղել։ Մասնագիտական առումով երևի թե եղել է Քաջ Նազարը, որ ես կապանից հետո եկա ու խաղացի։ Իսկ տենց ճանաչում ձեր բերածը դա միանշանակ Ազիզյաններն, դա միանշանակ։ Իսկ օրինակ ամեն մեկը չէր համաձայնվի, թողներ իր տունը, առօրյան ու գներ Ղափան որպես գեղարվեստական ղեկավար։ Երբ որ առաջարկը ստացար, միանգամից համաձայնվեցիր, թե դա քեզ իսկապես մտորումների երկար առիթ է տալիս։ Պատմությունը եղավ որ բանը մեջ որ ասում դեպքը պատահեց Բերքահավաքի ժամանակ եղավ այսպես ուրեմն քանի որ 10 եթե չեմ սխալվում 10
8 թվական չէ 19-ի ապրիլին կամ 18-ի կամ 19-ի մահացավ Կամոն Արզումանյան, երկարամյա ղեկավարը Կապանի թատրոնի, մեր շատ լավ ընկերը, Բոլորի սիրելի, բոլորի շատ սիրելի, կոլորիտային մարդ էր։ հրաշալի մարդ էր, հրաշալի հումորի տեր մարդ էր։ Առաջարկ եղավ իմ ընկերոջը Տիգրանի Նաթայան, որ դառնա թատրոնի տնօրեն։ Տիգրանը ավարտել է թատերական ինստիտուտը, բայց երբեք չէր զբաղվել պրակտիկ։ Ու ես հասկացա, որ Տիգրանը ուզում է, բայց ինչ որ sense բան ունի, էլի։ Երկմտում է, առաջարկի կհամաձայնվես, չէ։ Չէ, ինքը գնա տնօրեն։ Տնօրեն, հասկացա։ Մի օր նստած էինք, դե մենք արդեն ծանոթ էինք միասին, երգեր էինք գրում, բան ձայնագրվում էինք արդեն։ Նստած էինք, ասեցի, դու գնա, ես կգամ գեղեք։ Բայց ես պատրաստ էի առաջի մասին։ Էական առաջի մասն էր, դու գնա։ Ինքը գնար դառնար տնօրեն։ Ու սենց անցավ, հպանցիկ ոնց որ ասեցի, անցավ գնաց բան դեստել, ու մեկ էլ մի օր կապանում ենք էլի մեր գործերով, այն ժամանակ մարզպետը Հունան Պողոսյանը, որը իդեպ իմ այնտեղ եղած ժամանակ շատ աղոք, այսինքն ոչ թե ֆինանսապես ա օգնել, ոչ թե բարոյապես, ինքնիրիկ ուներ կարող գա, նստենք, խոսենք, հարցներ ինչ է, ինչի բան։ Ասես, բա ինչ լավ ա, ուրախ եմ, որ որոշել ես գաս Ղափան բնականաբար դե տանը բան, բայց արդեն է որ ցեցը ընկել էր, բայց ցեցը ընկել էր ոչ թե որ ես վայ ղեկավար դրան վրա տաբլիչկա լինելու, չէ։ Նախ առաջինը ընկերոջս օգնելու, այդ ամեն ինչից վերա, այդ էր պատճառը, նաև մեծ ստիմուլ եղավ։ Ես ուզեցի հասկանամ, ես 35 տարի ժամանակ 35 տարեկան էի, ես ինքս ինձնով առանցին ինչ-որ բան նշանակում եմ, թե չէ։ Որովհետև 99 թվին ընդունվել եմ ինստիտուտ, մեզ մի անգամից Ղազանչյանը տարավ թատրոն ու անընդհատ ինքը եղել է։ Անընդհատ եղել է, հիմա ես մտածում, ասում կարող է լավ չեմ խաղացել, բայց Պրոստը իրանից էին վախում, ասում էջ է լավա, իսկապես լավ եմ խաղացել, իսկապես լավ եմ բեմադրել, ես ինքս ինձնով ինչ-որ բան նշանակում եմ, թե չէ, տարօրինակ զգացում էր 35-ով, դες բան 20 տարեկանում եմ զգում, իմ մոտ երևի ուշ ա աճել եղել, ու գնացի։ Գիտես ինչն է, երբեմն ասում են, այ ինքը շատ լավ ընկեր է, բայց այս դեպքում նաև վատ ամուսին է, ինչ առումով եմ ասում, որովհետև այդ քո որոշումից կախված է նաև ընտանիքդ, չէ՞ որ կինը դերասանուհի էր, ու հիմա էլ է դերասանուհի, ու ինքը խաղում է թատրոնում, ունի իր առօրյան, ու այստեղ համենայն դեպս դա կես ժամվա ճանապարհ չի, որ ինքը անդադ գնա, բայց ինքը չի կարող իր այստեղի կամ կարող է թողնել ու գալ քեզ հետ։ Այդ խմորումների առիթ չդարձավ։ Դարձավ, բնականաբար իր հետ ոնց որ հետքնել թողեց։ Առաջարկը իրականում նենց էր, որ մենք միասին պետք է գնայինք, որտեղ այնտեղ այդ ժամանակ դե տղաս նոր էր ծնվել, ինքը նոր դեկրետից դուրս գալ վիճակ էր, իրանց թատրոնում էլ էր այնց խառը վիճակ։ Պետք է գնայինք, բայց չեկավ, ինքը գերադասեց մնաց տեղ, ես գնացի, ես էլ այնտեղ էի մնում, բայց ամսվա մեջ մի շաբաթը գալիս էի Երևան, այստեղ որտեղ այդ ժամանակ Պատանի հանդիսատեսի թատրոնում դեռ գործող դերասան էի։ Գալիս էի, խաղում էի, գնում էի, то есть հա, ինքը կես ժամվա ճանապարհ չի, բայց կոմունիկացիան անհնար չէր կազմակերպելը, ասեմ ավելին, պատերազմից հետո էլ ես գնում գալիս էի, այդ այն հին ճանապարհով, հետո էլ նոր ճանապարհով։ Չէր վախենում սկզբում։ Գիտես ինչ, հիմա որ այս վիճակում լիներ, կարող է վախենայի, բայց այդ ժամանակ, թե պատերազմի ժամանակ, թե կորոնան ավելի կարող է միգուցե ավելի վախենալու էր։ Այդ ամբողջ ընթացքում ընդեղ եմ եղել ու չէ, վախ չէր, ավելի շատ տենց ինչ-որ
ոնց է որ առաջին անգամ մտնում ես մի անտառ, որ կյանքում չես եղել։ Դու այդ վախ չի։ Այդ ինչ որ զգացողություն է, որ կարող է ճիշտ չեմ գնում, կարող է կորեմ, կարող է այդ վախ չի, վախը հետո է գալի։ Վախը հետո է, որ հասկանում ես այդ ինչ էր։ Այդ է վախը գալի։ Այդպես, տակը տեսանում։ Այդ ժամանակ չէ։ Այդ դու ասացիր այդ որոշումը ամեն դեպքում իր հետքը թողեց ընտանեկան ու անձնական կյանքում։ Եթե հիմա նորից քեզ առաջարկեին այդ որոշումը կայացնել, էլի նույն կերպ կվարվեր, կգնայիր էլի ղափան։ Միանշանակ։ Էլի ղափան։ Ղափան կարող է չգնայի, որովհետև կստացվեր, որ գնացել եմ իրես, հետո նորից եմ գնում։ Ես ոչ չեմ սիրում նույն գետը երկու անգամ մտնեմ։ Էլի չեմ ասում, դա ի նկատի չունեմ։ Նկատի ունեմ նմանատիպ առաջարկ լինի։ Նկատի ունեմ, եթե տարիները հետ տանք, որովհետև դու տեսար արդյունքում, որ դա քո կգնայի։ ընտանեկան կյանքի վրա ազդեց։ Կգնայի։ Կգնայիր։ Հա։ Որովհետև քեզ ավելի շատ ես սիրում։ Չէ, որովհետև նաև իմ որոշումը պետք է հարգվի։ Ամեն դեպքում ինձ թվում է ամուսնությունը դա այդ կոմպրոմիսի ճանապարհն է։ Ու միշտ ամեն մեկս միշտ ուզում ենք, որ մեր կողակիցը զիջի։ Չէ, դա չի լինում։ Ես տեսակով զիջող մարդ եմ, անկեղծ։ Ես տեսակով զիջող մարդ եմ, բայց ես նաև շատ լավ հասկանում եմ, արդեն երևի տարիքից է։ Դե հիշում ենք, որ ուշահաս եմ ելի մի քիչ։ Որ դու լավն ես, երբ որ պետք ես։ Այդ շատ վատ է։ Երբ որ մի պահ էլ պետք չես, всё։ Դու այդտեղ սկսում են հարցերը։ Բա ինչի դու սենց, բա ինչի են ինչը, բա դու ուրեմն սենց, բայց երբ որ դու պետք ես, դու միշտ լավն ես, դու հարց չկա, դու ոչ մի սխալ չես անում, ամեն ինչ ճիշտ ես անում, բայց հերիքա դու պետք չլնես, այսինքն ամենապարզ բացատրությունը կույր մարդը, որ ամբողջ կյանքը փայտով է քայլել, հենց տեսողությունը վերականգնում է, ինչ է անում առաջինը։ Փայտը գցում։ Всё։ Սերն է վերջանում, ինչն է վերջանում, որ մարդիկ գալիս են այդ որոշմանը, երբեմն իրան շատ սիրող մարդիկ, որ էլ իրենց ճանապարհը պետքա նույն ուղով չգնա։ Ես չեմ կարող ասեմ ընդհանրապես ինչն է լինում, ես կարող եմ ասեմ իմ բaragայում ինչն է լինում։ Ուշադրության պակասն է բերում դրան։ Քիչ սկսում ես անուշադիր լինել։ Այնց բաներին ինչին առաջ տենց միանգամից նկատում էիր։ Ես դարապես իմ տեսակով ուշադիր մարդ եմ, հիմա նկատել ես։ Կարամ այնց արհամարեմ։ Ես գիտեմ, ես իմ վատ կողմերը գիտեմ բնավորության, էլի։ Ես ինձ լավ գիտեմ։ Բայց դու նեղանում ես դրա համար, ես Ես չեմ նեղանում, քնար։ Հիասթափվում ես, կոտրվում ես։ Հա, ես չեմ նեղանում։ Ես կարամ մեր ընդհանուր ծանոթների մասին պատմեմ քեզ բաներ, իհարկե ոչ հանրային, բաներ պատմեմ մարդկանց մասին, ով որ իմ հանդեպ արել են ու դու պրոստը զարմանաս ես ոնց եմ այդ մարդուն պրոստը բարևում։ Չէ, ես ընդհանրապես ասեմ քեզ, ես աստվածապաշտ մարդ եմ։ Ու տերունական աղոթքի մեջ շատ կարևոր տող կա։ Ասում եմ, եւ թող մեզ սպարտից մեր, որպես եւ մենք թողում մերոնց սպարտապանած, դա ի՞նչ է նշանակում։ Եթե ես սրտով չներեմ, ինձ էլ չի ներվելու։ Իսկ կներես ինձ ներվելը իմ համար շատ ավելի կարևոր է, քան ենթադրենք ես Պողոսին քեն քշեմ հետը, ինչա ոտս տրորել է։ Բայց մերում ու բաց ես թողնում ու էլ այդ մարդը քո կյանքում նույն տեղը չի կարող սպասել։ Իհարկե չի կարող։ Չէ, չի կարող միանշանակ, բայց դա չի նշանակում, որ ենթադրենք վաղը մյուս օր ինչ որ հարցով ինձ զանգի, ես հնարավորություն ունեմ օգնելու, ես կանեմ։ Ես կօգնեմ։ Կօգնեմ ու դրա ես արդեն սկսել եմ տենց ապրել։ Ես անում եմ ու չեմ սպասում էլ։
Ոնց է ստացվում, որ օրինակ Անիի հետ կարողացել եք մնալ լավ ընկերներ։ Ինձ թվում է ընկեր մնում են այն ժամանակ, երբ որ իրանք ազատագրվում են այդ սիրուց, այդ նկատի ունեմ իրենց արդեն տառապանք պատճառող սիրուց։ Այդ ժամանակ դու արդեն կարողանում ես գնահատել որպես ընկեր, այլ ոչ որպես կողակից։ Երբ որ գիտես ոնց, այս ինձ թվում է ընդհանուր արդեն, մենակ իմ մոտ չի տես։ Երբ որ համ ամուսինն է առանցին ընտանիք կազմում, համ կինը հետո առանցին ընտանիք է կազմում։ Իսկ իրանք էլի լիարժեքանում են, էլ կիսելու բան չկա, էլ վիճելու կռվելու բան չկա, ու գալիս են դրան, արդեն սկսում են Սպասեմ, ուզում վատ մարդ չես դու, այն անեկդոտի նման, ասում ինտերնետ անջատեցին, տան ստիպած տնեց քեզ շփվեցի։ Պարզվեց նորմալ ժողովուրդ են։ Նայ, ես Պարոնյան թատրոնի դերասան եմ, ինչի համար շատ ուրախ եմ, բայց ես ներկայացում ունեմ Կայարան թատրոնում, ներկայացում ունեի Երգիպետական թատրոնում, ներկայացում էի տարբեր քաղաքներում դաժե ներկայացումներ դասավանդում եմ, գնում էի Վանաձոր, գնում էի Վայք, գնում էի, ուր ասես գնում էի, էլ չեմ ասում նկարահանումները, որ հրաշալի պրոյեկտում, այդ Մանյունյայում լավ դեր ստացա, շնորհակալ եմ շատ այն մարդկանց, ովքեր վստահեցին ինձ, 4 ամիս այդ Գյուլաքարակ, Կուրթան, Ստեփանավան այդ գծի վրա էինք, վերջերս Եղվարդիեվի թատրոնից իմ ընկերներն են Անին Վարդանյան ու Վիգենը Թատևոսյան, թատրոն են հիմնել Եղվարդում, այդ թատրոնի հետ գնացինք Բուլղարիա, Ռումինիա, Ավստրիա, Սլովակիա, հետ եկանք, հիմա նորից ես մի հատ, հիմա Մոսկվա են թռնում 14-ին, ես պրոստ ես Ազիզյաններով բախտս բերեց, հետ դուրս եկա դրա մեջից, Աստված տա հրաշալի հյուրախաղ ունենան, որտեղ շատ լավ անցավ այդ Եվրոպայի հյուրախաղը, հիմա բայց նորից դեկտեմբերին պետք է գնամ Բելգիա, Հոլանդիա, այսինքն ես որ տանն եմ, անկեղծ եմ ասում, տղես դպրոցից գալիս է, տուն տենում ես տանեմ, զարմանում եմ։ Իսկ մենք խղճախայտ չես գում իշխան, որ երեխեքի հետ այդ ժամանակը բաց ես թողնում։ Ես մեկ երբ որ շատ զբաղված եմ, ներողություն եմ խնդրում իմ Նատալից ու Տիգրանից, ասում կներեք, ասում, բայց ես վատ մամա չեմ, չես ինձ ասում, չէ մամ ջան, դու շատ լավ մամա ես, ուղղակի զբաղված մամա ես։ Այդ մեր մասնագիտության անբաժան մասն է։ Ես ասեմ ավելին, ես ընկերներ ունեմ, որ հենց մենք փառք ենք։ Նրանք ամիսներով չեն տենում իրանց երեխեքին, եթե վերցնես թեկուզ ռուսական հայտնի դերասաններին կամ հոլիվուդյան դերասաններին, տեղյակ չեն երեխեքը ոնց, ինչ եղավ, ոնց եղավ, որովհետև գիտես ինչ, ով ինչ ուզում է ասի, քնար։ Ես եկել եմ այն եզրահանգմանը, որ մեր մասնագիտությունն էլ որոշակի սրոկ գոդնեստ ունի։ Ամենադաժանը դե բալետն է։ 25 տարեկան թոշակ են գնում այնտեղ։ Մերն էլ ունի։ Ես շատ լավ հասկանում, ես գիտեմ թույլ ուժեղ կողմերը, ես գիտեմ իմ լավ ու վատ կողմերը, դրական ու բացասական կողմերը։ Ես գիտեմ, որ հիմա ինչ շնորհակալ եմ Աստծուն, որոշակի պահանջարկ ունեմ, բայց ես հստակ գիտեմ, որ դա կոնկրետ է ժամանակով։ Դա նես չի, որ մինչև 95 տարեկանը սենց ձեռից ձեռ են տանելու։ Չէ, տեսեք, վերջում պալյուբոմու ձեռով տանելու են, այդ չի հարցը։ Բայց ես դա շատ լավ գիտեմ, ու ես հիմա աշխատեմ անեմ, որ հետո իմ երեխեքին ավելի հեշտ լինի գալը։ Որ մենք սենց շիտ դառած գնում ենք առաջ այդ ճանապարհը պալյուբոմու իրանց համար հա արթելով գնում ենք։ Տես իրանք մեկ նեղանում են երեխաները, որտեղ ասում են, բայց ես քեզ չէի խնդրել, դա ինձ պետք չէր։ Ինձ պետք էր ավելի շատ, որ դու ինձ հետ ավելի երկար ժամանակ անցկացնեիր, բայց միևնույնն է, երբեմն ես չգիտեմ, գուցե դա նաև մեր էգոնն է, որը հաղթում է, կամ էլ մեր հիվանդագին լինելը մեր մասնագիտության նկատմամբ։ Ինչ անել, երբ որ մարդիկ որ բաժանվում են, իրար հանդեպ չչարանալ։
ու շարունակել իրար սիրել։ Լինում է տենց։ Հա, լինում է։ Գիտես ինչ, էլի պետք է երևի կրկնվեմ, բայց իմ կարծիքով դա է։ Երբ որ ինչ-որ մեկին, նույնիսկ կնոջդ, երեխայիդ, ծնողիդ, ընկերոջդ, անծանոթին կապ չունի։ Երբ ինչ-որ բան ես անում, պետք չի սпасել, որ նա ինչ-որ բան պետք է անի։ Բա ամուսնալուծությունների 90% չէ։ Բա հիշում ես ես քո համար ես արեցի։ Հա, բա ես քո համար եմ։ Բա ես եմ։ Այսինքն ինչ է ստացվում։ Արվել է, որ արվի։ Երբ որ ինքդ քեզ նախ առաջին հերթին մարդ ինքը իրան է խոստովանում, որ ես տանուլ տվեցի։ Չստացվեց։ Իմես կյանքը չստացվեց, այս հարաբերությունները չստացվեցին։ Մամաս որ ես մասնայի, պատկերացնում։ Չէ, անկեղծ։ Այ երբ որ ինքդ քեզ խոստովանեցիր, այդ ինչ զգացողություն էր։ Ու այդ պարտությունը, այդ նորից 0 կետից սկսելու հնարավորությունը։ Պալուբոմ ու 0 չի։ 0 չի։ Ես կրած եմ, որովհետև ունես երեխաներ։ Ես պալուբոմու կրած եմ։ Շատերը թողնում են մի ընտանիքը, որովհետև ասում են դե չգիտեմ, զգացմունքա պատահել է։ Քո դեպքում հասկանում եմ այդ տարբերակը չի։ Այսինքն դու նորից չես սիրահարվել հիմա։ Չէ, կինոյը որ ասում հələ սպասես կերածներս մարսենք։ Չէ, արդեն դա հերիք է։ Ինձ միշտ թվացել է, որ կանայք ամուսնալուծությունը շատ ավելի ծանր են տանում, քան տղամարդիկ։ Ու ինձ թվում է, երբ որ կինը բաժանվում է 40-ի շեմին, ինքը դառնում է շատ խոցելի ու շատ անպաշտպան։ Տղամարդիկ ունենում են այդ զգացողությունը։ Չէ։ Երբևէ ունեցել ես։ Չէ։ Ես էլի կին կամ տղամարդ չի էականը։ Դա մարդու տեսակն է։ Տղա կա, ասենք աղջիկ կա 10 տղա արժի, Արաքսը մեր Մելիքյան։ Արաքսը ես լիքը տղից տղա ընկեր է, որ կարաս գիշերվա 1000-ին զանգես, Արաքս հասի ու նախտ հասնող է։ Իհարկե ամուսինն էլ Անդրանիկն է Զաքարյան, էլի մեր ընկերն է, դա նաև Անդոյի զասլուգան է, որտեղ իրանք իրար շատ են սենց լրացնում էլի։ Բայց լիքը տղա կա, որ մտքի ծերով չի անցնի, որ հանկարծ ինչ-որ մի փորձանք են, արա չէ, դե էսի չէ։ Նույնն էլ հակառակն է, մարդու տեսակից է, դու ինֆորմացիան, իրադարձությունը ոնց ես ընկալում։ Երբ որ քեզ շատ ծանր է լինում, ինչ ես անում։ Գոռում ես, լաց ես լինում։ Չէ, նվագում եմ, ոչ լացկան չեմ։ Փոքր ժամանակ շատ եմ լացել, երեխա լացկան եմ եղել, լացող երեխա եմ եղել։ Իսկ դու մտած զար գնացել է, լացել ջրազրկվել է։ Գիտար ես նվագում։ Ես նվագում եմ ամեն ինչ, ինչը կապված չի փչելու հետ։ Գիտես։ Հա, դա նվագում եմ, ու այդ ալբոմն էլ որ արեցինք, ես Տիգրանը ու Խորիկը Լևոնյան, այդ երգերը որ գրվեցին, այդպես վախերս էր, էլի։ Այդ պատերազմի 90%-ը հենց պատերազմի ժամանակ է գրվել այդ երգերի։ Հիմա որ վստահ եմ չի լինել, չեմ կարա տենց գրեմ։ Հիմա ավելի տենց լիրիկական, ավելի տենց բան մուզիկա կլինի, էլի ոչ թե տենց բինդ ռոք կլինի։ Դες հայ 4 տարբերակի աղջիկներով այս տանիքում 20 տարի անց հանդիպել էինք։ Նայել եմ։ Ու վերլուծում էինք, կհիշես այն հատվածը, որ մենք ամեն մեկս արդեն ունենք մեր ընտանիքը ու ինչն է, որ այսօր կարողանում է, որտեվ յուրաքանչյուրս ունենում ենք ընտանիքում վեճեր, անելանելի վիճակներ, հիասթափություններ, հետո նորից սիրահարվածության էմոցիաներ, բայց ինչն է, որ պահում է ու եկանք եզրահանգման, որ դա հիմնականում միմյանց հանդեպ հոգատարությունն է։ Այդ շատ կարևոր բան է։ Այդ շատ կարևոր է, որտեղ քննաջան Աստվածաշնչում գրած է, դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայի, որ քո հետ վարվեի։ Դա կյանքի բանաձև է, թե լավ 50%-ը ինձ քեզ շրջապատող մարդկանց 50%-ը ապրի այտենց, էլ ինչ պրոբլեմ։ Չի լինի էլ պրոբլեմ։
որովհետև իդ դիմացինը չի ուզենա որ դու իրան խափես։ Ու քեզ չի խափի։ Չի վնասի քեզ, որտեղ չի ուզի դու իրան վնասես, չէ՞։ Որ հիմար չի որ գնա ինքը իրան գնա պրոբլեմի։ Իսկ նորից կսիրես։ Չեմ կարող ասեմ։ Իսկ ամեն անգամ մարդ տարբեր է սիրում։ Հա իհարկե։ Էլի է տարիքն է։ Վաղը նույնը չի։ Ես ասեմ, երբ որ ուսանող էինք, դե բնականաբար մինչև էտել էի կարդացել Փոքրիկ իշխան Էքզյուպերի։ Երբ որ ուսանող էինք, առաջին կուրս էինք, մեր գրականության դասախոսը Վարոն Գևորգյանը ասեց, «Էդ այն եզակի միակ գիրքն է, էդ ու Աստվածաշունչը» ասեց։ Որ տարբեր տարիքում կարդում ես, լրիվ ուրիշ ձև ես հասկանում։ Այ մարդ ալաս, ինչ ասում է, դա գիրք է, էլի կարդում ես, հասկանում, я հասկանում ես, ես հասկանում։ Բայց չեմ ասում, որ հատուկ եմ արել, չէ։ Բայց տենց ստացվել է, որ ես իմ կյանքի տարբեր էտապներում կարդացել, վերընթերցել եմ Փոքրիկ իշխան։ Ոնց որ առաջ անգամ կարդաս։ Ու տեղ ես հասկացի, թե գրքից չի։ Դա ինձնից է։ Իմ ապրածից է, աշխարհայացքից է, ստրեսներից է, ուրախություններից է, վախերից է, հաղթանակներից է, պարտություններից է։ Այսինքն դու մի 3-4 տարի հետո, եթե դու նորից ինձ առաջ Աստված լինի քո հրաշալի հաղորդումը, երկար տարիների եթեր եմ մաղթում քեզ, մի 5 տարի հետո հանդիպենք, ես կարող հանդիպենք, բան չխոսենք, այնտեղ միացնենք, նայենք, մենք ստեղ ինչ ենք խոսացեք, ու մեռնենք ծիծաղից։ Ասենք, ինչա խոսում, գիժ ես դու։ Նայ, հիմա նոր հարաբերություններ սկսելուց։ Դու արդեն գիտես, որ այստեղ իշխան դու վրիպել ես, այստեղ սխալվել ես, այստեղ թողել ես, որ քեզ նեղացնեն, օրինակ եմ ասում, ու այս անգամ ես սա թույլ չեմ տա ուղղակի։ Այսինքն մենք մեկա, մեր կյանքի դասերը միշտ քաղում ենք։ Այդ մի հատ ճանապարհ է, մի հատ դպրոց է, մեկ շատ ցավոտ դպրոց է լինում, բայց որը որ մենք ընդունում ենք։ Դու այդ ամենը հաշվի կառնաս։ Թե մեկը որ նորից ամեն անգամ երբ որ մենք սիրահարվում ենք, մենք մոռանում ենք բոլոր դասերի մասին։ Չէ, հաստատ չենք մոռանում, հաստատ։ Այդ հաստատ չենք մոռանում, որովհետև իմ կարծիքով մեր անցյալը այդ միակ բանն է, որ հստակ այդ մերն է։ Հստակ մերն է։ Ու ոչ մեկ դա ոչ կարա խլի, ոչ կարա գողանա, ոչ կարա փոխի, ոչ մի բան չի կարա անի։ Քո ապրածը այդ քոնն է։ Գիտես, մենք երբեմն երբ որ կանայք կամ աղջիկներ են իմ հերոսուհիները լինում, այսպեսի մի կարծիք էլ կա։ Իմ փողը դա իմ փողն է, ամուսնու փողը դա ընտանիքի գումարն է, ընդհանուր։ Դա ամուսիններին իհարկե ձեռք չի տալիս, բայց դու ոնց ես վերաբերվում այդ ամեն ինչ։ Ինձ այնքան մեկ է այդ։ Լուրջ եմ ասում։ Իսկ դու գիտես քո գրպանում ինչքան կա։ Ինչքան գումար ունես քարտիդ վրա։ Ну, հա։ Իսկ օրինակ գիտես, ես քարտի գումարը ոնց որ իմ գումարը չլինի, ինձ հեշտ եմ ծախսում։ Շատ հանգիստ, ապրծփր։ Իսկ երբ որ ես կանխիկով եմ վճարում, ես զգում եմ, որ ես գումարս տվեցի, այսինչ բանը առա եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Կոմունալներ դու ես վճարում։ Հա, իհարկե։ Թե մաման։ Չէ, ես։ Դու։ Ես վաղուց։ Իսկ ներվային անում ես այդ կոմունալներից։ Չէ, մաման է ներվային անում, երբ որ շատ է գալի։ Իսկ դու նկատում ես, որ այդ կոմունալ ինչ որ տատանում լինում, չգիտեմ, ձմեռա, թե ձմեռ չի։ Դե բնական է, ձմեռը ավելի շատ է լինում, ամառը ավելի քիչ է։ Դա բնական է։ Ասում դե ուզում եք տաքանակ ու չեք ուզում վճարեք դրա համար, բնական աղետ է։ Չէ, ես ծախսելուց չեմ ներվային անում։ Ես ծախսելուց չէ, աբսոլյուտն, ճիշտ հակառակը։ Հիմա քեզ մի հատ քարտ կարող են նվիրել։ 200,000 դրամի Երևան City։ Եթե օրինակ դու գնում ես արևային կայան, տեղադրում ես քո տանիքում, հոսանքի ծախսի մասին ընդհանրապես մոռանում ես, միլիոն այլ չես վճարում, ու նվեր ես տանում, եթե իհարկե գնում ես 10 կիլովատ եւ ավելի հզորությամբ արևային կայան, էլի։ Նվեր ես տանում Երևան City 200,000 դրամի նվեր քարտ։ Գնում ես նոր տարվա այդ բոլոր գնումները այդ քարտով
Աճ ձախ անում ես։ Ու ստացվում է համ նոր տարվա գնումներ ունես, համ արևային կայան ունես քո տանիքում դրած, հոսանքի մասին ընդհանրապես մոռանում ես, ուղղակի պիտի զանգես 812 Ital Solar։ 812 Ital Solar։ Ital Solar։ Ժեզարման որ դու համարը հիշում ես։ Հրաշալի։ Քնիցս էլ արթնացնես կասեմ։ Քեզ տրամադրում են անվճար նախագիծ եւ խորհրդատվություն։ Ես կարող եմ տուննել տան, որի վրա ես դնեմ այդ ամեն ինչը։ Դե լավ, դու տուն ունես։ Տուն ունեմ, շենք ա մերը, չորրորդ հարկա։ Լսի, ուղղակի գիտես ինչ ես անում։ Դու դերասան մարդս դեմքդ էլ շատ լավ գիտեն։ Ստորագրություններ ես հավաքում ու հանգիստ քո արևային կայանը տեղադրում ես։ Մի խոսքով 812 Ital Solar, ես սա իշխանին կբացատրեմ, բայց ինքը կզանգի Ital Solar-ից մանրամասն ամեն ինչ կիմանա։ Կզանգեմ։ 812 Ինտիշ։ Լավ, չի մամանու չի ներվայնանա, որ փող ես տալիս օզանքի համար։ Ճիշտ, դա չէ, օքեյ։ Լավ տարբերակ է, չէ՞։ Իշխան ասա, որ անդավաճան ընկեր ունենալը դա ամենազիլ բանն է այս կյանքում։ Այդ հաղթել ես։ Մենք էլ ենք հաղթել, որտեվ ունենք հրաշալի ընկեր, խոսքը սրտի տանիքներովի մասին է, ունենք ընկեր Ամյո բանկին իր Visa Platinum հրաշալի քարտով, որը որ հրաշալի ընկեր օգնական է, հատկապես երբ որ դու մեկնում ես ճամփորդության, իսկ դու օրինակ հյուրախաղերի շատ ես մեկնում։ Հիմա անգամ եթե ընկերներ թերթ կանգնեն, դու կարող ես գնաս առանց հերթի այդ գրանցումները անցնես, գնաս բիզնես սրահում նստես, շամպայնդ պատվիրես, խմես, սուրճդ կամ վայելես, ու սպասես, որ մնացածը միանան, հանգստանաս, դեր այդ մտքում մտանցնես, հետո օրինակ արտերկրում ավտոմեքենա վարձես 30% զեղչով, մեկ էլ փչացավ, չէ՞, զանգում ես, որովհետև դու ունես Ամյո բանկի Visa Platinum քարտը, գալիս միանգամից նորոգում են, բայց հիմա Ամյո բանկը ուզում է իմանալ, եթե լիներ ընկերության մասին օրենսգիրք։ 3 կարևորագույն կետերը, որ այդ օրենսգրքում զետեղված կլինեին, որոնք են քեզ համար։ Հավատարմությունը, ազնվությունը ու անկաշառությունը։ Ես այս ընկեր օգնականին քեզ եմ հանձնում։ Դու ունես արդեն փայլուն անդավաճան ընկեր օգնական Visa Platinum քարտի տեսքով, երբ մեկնես ճամփորդությունների։ Գնում եմ դեկտեմբերի 17-ին գնում եմ։ Իր հետ ես էլի գնում։ Всё։ Մնացածին կարամ չտանեմ։ Հանգիստ չտաց։ Իշխան, որ մեքենա ես վարում, վատ բառեր օգտագործում ես։ Մեքենա վարում եմ մենակ նկարահանումների ժամանակ, իսկ այդտեղ մի քիչ ճիշտ չի, որ վատ բառեր օգտագործեմ։ Հանդիսատեսը ճիշտ չի հասկանում։ Իրականում բան չունեմ, այդ հաղորդական իրավունք ունեմ դեռ, բայց ուզում եմ արդեն կամաց ես երեխա ժամանակվանից այդպես առանձնապես սեր չեմ տածել։ Հետո Արաքսի պես ընկեր ունենք, օրինակ մեր ներկայացումից հետո Արաքսը մեզ տանում է տուն։ Արդեն չէ հարցնում, գնում չի հարցնում, մենք խելոք գնում նստում ենք Արաքսի մեջ։ Բայց հիմա զգում եմ, որ արդեն անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է հատկապես այդ սուր կարիքը զգացի, երբ որ Աբելյան դպրոցի հետ համագործակցում էի ու պիտի գնայի մարզերը դասերի, այդ որ լիներ հրաշալի կլիներ էլի։ Քեզ համար կարևոր է խոսքերով լսել, որ քեզ շատ են սիրում, որ դու շատ կարևոր ես իրենց համար։ Իմ համար կարևոր չի ինչ են ասում, կարևորը ինչ են անում։ Ես այնքան պսևդո հայրենասերներ եմ տեսել, որ տելևիզորով մեր հայրենը պետք է պահենք, պետք է անենք, մյուս օրը տեսել եմ դրսում, մարոժին բացել է, գցել է գետնին ու գնացել է։ Ինչն է քեզ այս կյանքում ուրախություն հիմա պատճառում։ Ոյ, շատ բաներ։ Առաջին հերթին դե բնականաբար երեխաներս, աշխատանքս, տարօրինակ ձևով սկսել եմ սիրել աշխատանքս։ Ինձ թվում է դու միշտ ես քո աշխատանքը սիրել, բայց դու օրինակ երեխաներիդ հետ ընկեր ես, թե նաև խիստ ես, թե իրենք վախենում են, որ դու իրանց կպատժես կամ կխրատես։ Անգամ պատժած լինեի, կիմանային այդ ոնց է, կիմանային դրանից վախենալա պետք թե չէ։ Չէ, ես խիստ եմ պահանջներումս։ Վերաբերմունքիս մեջ չէ։
ես չեմ, գիտես ինչի, ես ունեցել եմ տենց ընկերներ, ովքեր որ խփել են, ծեծել են իրանց երեխեքին, ես միշտ իրանցել եմ ասել, հիմա էլ եմ ես այդ կարծիքին, որ երբ որ դասերակցությունը հարգանքը վերանում է, երբ որ սկսում է վախը։ Երբ որ երեխան սկսեց վախենալ, ծնողից, վախենա, որ ծեծ կուտի դրա համար չանի։ Այդ դասերակցություն չի։ Երեխան, ասենք, մեծանում են, չէ՞, տենց ինքը ոչ թե չի գողանում, որովհետև դա ամոթ է, ոնց կարելի է գողանալ, այլ որովհետև վախենում է, որ կբռնեն կծեծեն իրան դրա համար։ Դա զրոյանում է սա, էլի։ Իշխան, գաց տանիքում գինի խմենք։ Եկել եմ։ Բայց նա ինչ ենք խմելու Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից պատրաստված սիրով լի ֆրոնզիկ։ Դա։ Մեր սիրելի ֆրոնզիկի պատվին ստեղծված այս հրաշալի գինին։ Սիրում ես սպիտակ թե կարմիր ես սիրում դու։ Չէ, երևի սպիտակ եմ սիրում։ Հա? Սպիտակ եմ գերադասում։ Գնա բաժակները բերեմ։ Բա։ Տեղ չես գնա, չէ՞։ Չէ, ստեղ եմ։ Դու կասես ինչքան։ Ֆրոնզիկին սիրում ես։ Շոտ։ Ոնց կարելի է իրան չսիրել։ Իսկ իր ֆիլմերից որն ես ամենից շատը սիրում։ Մենք ենք մեր սարերը։ Ես ընդհանրապես այդ կինոն շատ եմ սիրում։ Մենք ենք մեր սարերը, որտեղ իր մեջ իմ կարծիքով ամենահայկականն է ինքը։ Լրիվ մեր մասին է։ Հիմա մի նախագիծ կա, որին բոլորը սպասում ենք, որը անդադ պտտվում է, ու առավել եւս որ Arflix-ի եթերում կարող են մարդիկ դիտել, վճարելով ընդամենը ոչ թե 1 գավաթ գինու, այլ 1 գավաթ սուրճի արժեք ու ունենալ Arflix-ը ու նայել իրենց սիրելի նախագծերը։ Ինձ թվում է ամենասիրված ու սպասված նախագծերից մեկը հենց լինելու է 13 վայրկյանը, որտեղ մեր սիրելի Մկրտիչն Արզումանյան, Լիանա Վանոյան եւ դու ես, որ քեզ տանում բերում են, ուր են տանում բերում։ Այ, անկեղծ ասեմ, իմ կյանքի ինձ թվում է, արդեն խաղացել եմ ինչ հնարավոր է, էլի բնավորությունների առումով։ Բայց Arflix-ը մի հատ sense մեծ անակնկալ արեց ինձ։ Ես այդ ամբողջ պրոյեկտում ընդհանրապես տեքստ չունեմ։ Ու ես կոմայի մեջ ընկած, Բայց ամբողջը չպատմես, հոլ չանես։ Չէ։ Ինձ տանում են մի խոսքով ամբողջ կինո, ասենց մկոն հետը քաշա տալ ինձ ամբողջ կինոյով ու ամենադաժանը ոչինչ որ դագաղը պարկեցի, ոչինչ որ ինչ ասես արեցի։ Եմ պատմում։ Ամենադաժանը որ ես պիտի չծիծաղեի, Մկրտիչն Արզումանյան ու Լիանա Վանոյան։ Դե տղա ես մի ծիծաղ։ Սպասում ենք։ Շատ պիտի որ լավը լինի։ Պիտի որ ու Մկոյի հետ առաջին անգամ էինք աշխատում, ես առաջին անգամ էի աշխատում, գերագույն հաճույք եմ ստացել։ Թե որ մարդ տեսակը գիտեի։ Բայց այդ աստիճանի պրոֆեսիոնալ, այդ աստիճանի արժի իր այդ աշխատել։ Ես ցանկանամ, որ մեր ընկերները դերասան, ովքեր չեն աշխատել Մկոյի հետ, Մկրտիչ Արզումանյանի հետ, մի անգամ բախտ ունենան իր այդ խաղան, իր այդ աշխատեն։ Կապ չունի դա թատրոնում կլինի, կինոյում կլինի, որտեղ կլինի։ Դե Լիանչոնն է, Լիանչոն կրակի կտոր է, Լիանչոն ոնց ասեմ, չհոգնող տեսակ է, ոնց որ բանը, Լիան դինամոյով է աշխատում երևի, էլի, ինքը որ քայլում է կամ խոսում է, զարյատկա է լինում, էլի։ Շատ իրոք խորհուրդ կտամ նայեք, որտեվ հրաշալի դուետ է իրանցը, հրաշալի։ Մենք էլ այնտեղ կողքից ինչ կարացել արել ենք։ 13 վայրկյան Arflix-ի եթերում։ Այո։
Եթե չեք ներբեռնեք հենց հիմա վճարելով 1 գավաթ սուրճի արժեք։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Մտքով։ Մարդկային մեծագույն արժեքը։ Ազնվությունը։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Եթե սկզբունք սա հաստատ չեմ դավաճանի։ Վերջին անգամումից ես ներողություն խնդրել։ Արմանից Մարության։ Ում ես շատ կարոտում։ Ում եմ շատ կարոտում։ Այդ լավ հարցեր։ Գիտես, ընկերոջս Թաթուլին Ծատարյան, որ հիմա Գերմանիայում է։ Իսկ ում ես վերջին անգամ ասել ես քեզ շատ եմ սիրում։ Մամա ես։ Մամայի Նոր։ տղան ես, աջան։ Նոր մի քիչ առաջ։ Միշտ իրան որ տանից դուրս ես գալիս համբուրում ասում ես քեզ շատ եմ սիրում։ Այո։ Այո։ Իսկ սիրում ես երբ որ տուն ես գալիս ով է տան դուռը բացում։ Տղես։ Որովհետեւ ամեն ես զգում եմ այդ վազել իր ախրը գամ խփում եմ այդտեղ դեմ գմ ու դուրը բացվում է։ Ասում որ հանդիպես ինչ կասես։ Շնորհակալություն։ Ես էլ քեզ եմ շնորհակալ, իմ սիրելի ընկեր, որ եկար տանիք ու մենք զրուցեցինք ու ասեմ որ հիմա գոռալու ենք այս տանիքից։ Օրա։ Բայց չենք թռնելու։ Ուղղակի գոռալու ենք։ Վազան։ Գնանք։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը։ Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով։ Մուսա Production Սրտի տանիքներով Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին